Բայց Հայաստանի պարագայում ամեն անգամ երբ տեսնում եմ այս վարարած գետերը, այս իրոք sense լուրջ ձևով մի քանի անգամ մեծացած, հա, այդ հունով դուրս եկած որոշ կետերում միշտ ցավում եմ, որ դա ուղղակի անցնում եւ գնում է այնինչ եթե լինեին ջրամբարներ եւ մենք այս վերջին տարիների չակերտավոր ասենք հեղեղումները կարողանայինք տնորինել, կարողանայինք կուտակել, ամբարել գեղեցիկ բարերի կույտ աստեղ, ամբարեինք այդ ջրերը, հետո օգտագործեինք մեր նպատակների համար, որովհետև ամռան կիզիչ արևին, ամեն հուլիս-օգոստոս ամիսներին մեր խեղճ գյուղացիները, տառապած մեր հայրենակիցները, էլ ճանապարհ են փակում, էլ բողոքի ցույց են անում, ջուր չունենք, ջուր չունենք, ջուր չունենք, ջուր չունենք, դե լավ են անում, էլի բա չունեն, ասում են չունեն, կարողա ունեն հավեսի համար են դուրս եկել ֆլեշ մոբ են անում, չկա, ինչի չունենք ջրամբարներ հիմա կասեն, օքեյ ազնվության համար ասենք, որ մի հատ շատ մեծ ջրամբար վերջին տարիներին կառուցեցին։ Կուտակում են, լուսաբանել են, գնացել են, օքեյ, լավ են արել, բայց քանի որ աշխարհում ջրի խնդիրը գնալով սրանում է, մենք պիտի զարկ տանք դրան։ Իհարկե, էլի ֆինանսներ, փողեր, խաղաղություն, թե պատերազմ, ռազմական մթերքներ, թե փախստականների հարցեր, հայրենադարձություն, ինչ ասես խոսում են։ Վերջին մեր ճեպազրույցի ժամանակ վարչապետի հետ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ խաղաղության օրակարգի այս հաստատումից անմիջապես հետո թիվ 1 հարցով զբաղվելու են ջրի հարցերը, որովհետև այն ինչ կատարվում է ջրային համակարգում, ջրային ռեսուրսներում, դա լինի վիոլա ջուրը, դա լինի մնացած այդ ինչ պատկան կառույցներ կան հիմա այս հերթով չգիտեմ, բան 70% ջրի կորուստը դա մարդասպանության հավասար բան է, հասկանում ես։ Այն օրը հերոստատեսյան եթերում էր update լրատվականը, որ նյութ էինք պատրաստում, պատկերացնում ես շիշը, լցրել ենք շիշը ջուր, այդ ամբողջ շշից ընդամենը 2 փոքր բաժակ ջուր ենք լցրել ու ասում ենք, տես, այս մնացածը կորում է։ Այսինքն այս շշից այս 2 բաժակն է տեղ հասնում։ Այսինքն ավելի պատկերավոր է դառնում, որ ասում ես, օ 70% կորուստ, շատերը չեն պատկերացնում։ Բայց արի ուտես որ այ դա ինչ կա։ Ոնց անենք, ինչ անենք։ Դե ես շարքային մեդիայում աշխատող մեդիայի մարդ եմ, իմ ձեռքը լծակ չկա, միջոցներ ես չունեմ, իմ գործը բարձրաձայնելը եւ ուշադրություն հրավիրելն է, որը հուսամ ես անում եմ, իսկ մնացածը արդեն պատկան մարմինների գործառույթն է, տղեկ ջրի հարցը պետք է լուծենք, պետք է կարողանանք այս վարարած գետերը ուղենք դեպի մեր ջրամբարները, որպեսզի լցվեն դրանք, այլ ոչ թե հոսեն եւ գնան, ու գիտես ինչ, որ էդ էլ է, ասում հիմա որ ասեմ, էդ էլ է բախտի բան, էլի, Ադրբեջանա գնում է սա, մենք ջրեղեղից տուժում ենք, ջուրը գնում անդե, դե կուտակում են, էդ էլ է բախտի բան, հիմա կասե դե բախտ չէ, խելքի բան է, բայց մենք ոչ այն ունենք, բախտ բաժանելուց չգիտեմ ունենք, ես այսօր ավարտեցի երկար, շատ դժվար էի ժամանակ գտնում կարդալու համար, հիմնական օդանավակայանում ու օդանավի մեջ եմ ընթերցել Ռոբերտ Գրին 48 законов власти 48 օրենքները, իշխանության 48 օրենքները եւ ես վերջին մի բան եմ նշել ուզում ձեզ կարդալ, դա թարգմանեմ, ընկերներ, հա, ռուսերենով եմ կարդում, էս էլ, որը չկա թարգմանած հայերեն չկա, հայերեն ճիշտ է, հիմա սկսել են, ընդհանրապես տպագրության առումով շատ մեծ առաջընթաց կա, փառք ու պատիվ բոլոր տպագրիչներին, թարգմանիչներին, տպարաններին, ովքեր որ զբաղվում են այս գործով, խմբագիրներ եւ մնա, ապրեք վերջապես, դա պիտի աներ 30 տարի առաջ, որ մեծ սերունդ, մի սերունդ կորցրեցինք մենք, հիմա որովհետև այն բախտը բերել է, այս Ռուսաստան ծնվել մեծացել եմ, ռուսերեն գիտեմ, գրքերը կարդացել եմ, դալարիկ, մարարիկ գյուղի մարդիկ մեծացել են, հիմա չգիտեն ռուսերեն, ազատ անկախ Հայաստանում են ծնվել այդ մարդիկ մեծացել, օտար լեզու է, որտեղից սովորեին այդ լեզուն, ինչքան գրականությունից են զրկված մնացել, որովհետև հայերեն գրքերը ինչը, հա, էլի, հիմա ասեմ, բա մեր Նարեկը, մեր Ռաֆին սպանիկ էլի արած է, սպանիկ էլի, հասկացանք, լավ, վեպերը կարդանք, բայց կյանքի մասին գրքերը, կյանքի հաջողակ մարդկանց կյանքի կենսագրականները, բանաձևերը, այս վերջի մի 3-4 տարին, 5 տարին է, որ հասանելի է, դրանից առաջ ով ինչ գիրք կարող էր հայերենով կարդալ։ Ինչ գիրք պիտի կարդայինք հայերենով, հա, մեր պատմավեպերը, օքեյ, սաղից հավնետ անեմ, ապրեն։
Մի հատված եմ առանձնած, ասում է, люди с большой готовностью платят за зло, чем за добро. Ведь благодарность это бремя, а месть удовольствие. Հիմա հայերենով։ Մարդիկ, որպես կանոն, ավելի հաճույքով վճարում են չարի համար, քան բարու։ Ինչու՞, որովհետև բանը երախտագիտությունը դա տուժ է, հա, տուժ է, ծանր հոգս է, իսկ վրեժխնդրությունը որպես կանոն հաճախ հաճույք է։ Հիմա այս մտքի շուրջ էի մտածում, վրեժխնդրությունը հաճույք է։ Վատ մարդկանց մոտ, ժողովուրդ, վատ մարդկանց մոտ, լուրջ եմ ասում։ Վրեժխնդրությունը հաճույք է, եթե մարդ վրեժխնդրությունից ստանում է հաճույք, ուրեմն լավ մարդ չի։ Իմ կարծիքով, որովհետև ընդհանրապես վրեժը դա հիշաչարություն է, չէ՞, բա ոնց։ Եթե վրեժը այսքան մեջդ պահել ես, դա վրեժը դա կյանքի բերմամբ թե պատահմամբ ես ականատես եմ եղել վրեժխնդրության ակտերի եւ կարող եմ հստակ ասել, որ համենայն դեպս կողքից դիտելով դա չարության մասին է վկայում։ Դրա համար հույս ունեմ, որ մենք ընդհանրապես այդ վրեժխնդրություն բառից հիմա ասում եմ ու հակասում եմ ինձ։ Գիտես ինչ մտածեցի, հենց նոր։ Քաղաքականացնեն ասածս։ Ես Ռոբերտ Գրինից եմ խոսում 48 օրենքները իշխանության, հիմա կքաղաքականացնենք, ասեն, ահա, թուրքերից վրեժխնդիրը մոռանցնել է տալի Ռոջան։ Կարելի է խոսել ապոլիտիկ, մի օր խոսել փիլիսոփայորեն։ Մի օր just one day, только один день, մի օր խոսենք առանց քաղաքական ենթատեքստի։ Իդեպ դուք էլ կարաք մասնիկը դառնաք քննարկման 747-477-3444 հարգելի բարեկամներ, ունեք ասելիք, ունենք հեռախոսը համար, խնդրեմ զանգահարեք, մեծ սիրով մանավանդ որ տաղավարում միայնակ եմ, միասին կզրուցենք, խոսենք, ես ասեմ ոչ միտեղ չեմ շտապում այսօր, ոչ միտեղ տանը նստած, ձայնալարերս եմ բուժում, ձեռքիս տակ է տխրարչակ շալֆեյը, ես գիտեք որն է շալֆեյը, բանա, բան է, թուրմով պատրաստված ինչ-որ բան է, ես ֆարենգիտը եւ այլն բան բուժում եմ, էքստրակտ շալֆեյը, տեսնենք, ինչ է լինելու, ոնց է լինելու, այնպես որ կարող եք մասնիկը դառնալ, այսօր իմ ուղեկիցներն են եղել իմբիրը, նույն ինքը ջենջերը, նույն հայերեն կոճապղպեղը եւ այս շալֆեյի կոչվածը։ Ինչ ունեմ ձեզ համար ներկայացնելու, ջրաբաններից խոսեցի, ես կռիվի եւ Ալեն Սիմոնյան լրագրող քիչ առաջ Կոնջորյանի հետևից էին վազում այս թեմայի շուրջ։ Բազմիցս խոսել ենք այս անդաստիրակ վիճակից, չգիտեմ, հարկ կա եւս մեկ անգամ անադարձ կատարելու, բայց չեմ կարողանում հասկանալ երբ ու մինչև երբ ենք մենք հանդուրժելու այս ամբռնազբոս, այս ասեղ բարգաճում կարող ասեմ վիճակը լրագրության ոլորտում։ Սա իմ բնագավառն է, ես այստեղ ապրում եմ ավելի քան 15 տարի, իմ կյանքի կեսից ավելին ես մեդիայում եմ աշխատում եւ այո, կային գործիչներ, որոնց ես մեղմ ասած չէի հանդուրժում, ատել բառը չեմ սիրում, բայց շատ մոտ է այդ զգացմունքին։ Ես մասնակցում էի ասուլիսների են մարդկանց, ովքեր sense մտկովի են, որ sense կուզենաց հարցակվես խեղտես, բայց պահպանում էինք էթիկայի կանոնները, խոսում էինք բացառապես դուքով, մունատ գալը, ձայնի ինտոնացիայի եւ ելևէջների մեջ անթույլատրելի էր, բացի այն, որ ուղղակի մեր ոտերը կջարդեին, դա հաստատ, ոտերը կջարդեն եւ կպոկեին զստոսկրի հատվածից, կոնքի հոդերի մասից, բայց մենք էլ մեր մեջ ունեինք այդ նշաձողը, որ հասկանում ենք, ամեն մարդ պիտի իր չափի մեջ մնա։ Ընդհանրապես չափի զգացողությունը լավ բան է ամեն բնակավարում։ Բայց այս դիսուհիները որպես կանոն, ոմանք պարոնները, օրիորդապանդիչները իրենց պանդացրած ճակատներով, հայհոյանքներով եւ մունաթներով մասնակցում են բաների, ես Facebook-ն էլ տալիս է այդ հնարավորությունը, միացնում են Facebook Live-ը եւ live տեսախցիկները ձեռքին սադրում են, էս են անում, են անում։ Ես իհարկե որևէ ձև
որևէ մեկին չեմ փորձում արդարացնել, մանավանդ եթե բարձրաստիճան պաշտոնյա ես, այո պիտի ոչ թե պիտի, այլ այո հայհոյում են, երեք ասեցի, Չերչիլին էին հայհոյում։ Չերչիլին էին հայհոյում, հա։ Բայց մյուս կողմից հասկանում եմ, Երևանցի տղա է, ամեն ինչ չափի մեջ է։ Քանի հոգի կարող է դիմացել քեզ հայհոյեն, դու ուղղակի սենց ասես, վայ ես պաշտոնյա եմ, անստես գնաս, դժվար է ասել, չգիտեմ։ Պիտի իմ կարծիքով օրենսդրական էստեղ միջամտություն լինի, որ եթե մարդուն հայհոյում են, դա չպետք է լինի վարչական տուգան 5000 դրամ տուգանում են, ինքն է անի 50000 տա, ասի 10 անգամ հայհոյեմ, այլ լինի լուրջ պատիժ, չեմ ասում տանենք 2 տարի փագենք, բայց այնպիսի պատիժ պիտի լինի, որ մարդիկ իրոք սթափվեն ու դա ընդհանրապես կենսագրության վրա էլ ազդի մարդու։ Դա պես մեր մոտ կենսագրության վրա քիչ բան է ազդում, քանի որ մենք քրեա օլիգարխի գողապետական պլուտոկրատիա է մեր մոտ տասնամյակներով, գուցե եւ դարերով ձևավորվել, դարերով։ Մեզ համար ավելի կարևոր է դու ով ես քո բակում, քան թե քո թաղում, գուցե եւ քաղաքում, քան թե դու ինչ կրթության ճանապարհ ես անցել, ինչ աշխատանքներ ես արել, ինչ գործունեություն ես ծավալել, արտերկրում ինչ համբավ ունես եւ այլն։ Իսկ քանի որ բակային մշակույթը ինքը որպես կանոն 99% դեպքերում Հայաստանում ոչ մի բակում ակադեմիական մակարդակ չի, բոլորը քրեա օլիգարխիկ է։ Հեղինակությունն է, թաղը նայողն է, շենքի, չգիտեմ, հարգված տղեն է, այնտեղ նիվի ինքը նիվա ունի, ինքը յաշիկ է քշում, բան, այս բաները կա մեր մոտ ու դեռ երկար է մնալու, բնականաբար այդ միջավայրում հեղինակություն վայելած մարդը չի կարող լինի ակադեմիկոս, ինքը պետք է լինի այդ համակարգածին, չէ՞, այսինքն այդ համակարգից ծնված ման ու այդ համապատասխան բարքերով, նիստուկացով, ելևէջներով եւ այլն։ Դրա համար մեզ մոտ պիտի լինի ինչ որ օրենսդրական բան, որ այդ այլանդակ քայլերը, որ մարդիկ անում են, ոչ թե հարգանքի արժան մարդիկ նրանք լինեն, այլ հակառակը, կենսագրության վրա բիծ թողող բաներ է պետք անել։ Այսինքն, եթե մարդը SSS բաներով անցել է, SSS բաները տուգանել են իրան, կամ SS բանի մեջ են նկատել եւ այլն, ինքը պիտի սահմանափակումներ ունենա գործունեության։ Թե չէ հակառակ դեպքում չենք կարող մենք այս վիճակից դուրս գանք։ Դա իհարկե իմ համեզ գնահատականն է հասարակությունը առողջացնելու համար, բայց ես քանի որ իմ գործը մարդկանց հետ է, շփվում եմ, խանութ, աշխատանք, ռադիո լսող, այստեղ էլ ռադիոյի հետ եմ համագործակցում, գնում եմ, գալիս եմ, լսում եմ, հաճախ տաքսից եմ օգտվում, վարորդներ, կարծիք բան, հասկանում եմ, որ ես անզոր եմ ուղղակի, երբ որ դիմացինդ գիտի մի բան, որը մեղմ ասած սուտ է, այդ սուտին գումարել են կողքի մեր Վալոդն էլ ասել է սենց ու դա եւս գումարվել է, որը ավելի մեծ սուտ է ու ինքը այդ ամեն ինչը որպես գիտելիք է օգտագործում, դու չես կարող այդ մարդու հետ բանավիճ ես, բացառված է, որտեղ բանավեճը պիտի հիմնավորված լինի ոչ թե կարծիքի վրա, այլ փաստերի, գիտելիքների, որ արխիվային տեղեկությունների, պատմական բաների եւ այսպես շարունակ։ Ես ունեմ զանգ, տեսնենք ով է միացել, հետո շարունակենք մեր զրույցը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ, Սարգիսն Ռաֆայել ջան։ Ես կուզեի երկու իմ մտքերը կիսվել, ճիշտ ասած դրա համար զանգեցի։ Ես գնալով ճիշտ ասած ավելի եմ համոզվում, որ մի հատ խոսք է, էլի, ես չգիտեմ, որ ճիշտ ասած ում խոսքն է, որ հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է, դա երևի շատ ճիշտ խոսք է, ու դա ոնց որ հիմա այդ ենք մենք տենում։ Մի հատ բան լսեցի ճիշտ ասած, որ մենք պատմական արդարություն փնտրելով հանդիպում ենք ավելի շատ ու ստանում ենք ավելի շատ ողբերգություններ, հա, դες մի լսեցի ու ես համաձայն եմ այդ մտքի հետ, որ իրոք մենք ինչքան, ես չեմ ասում ենք մոռանանք այդ ամեն ինչը, բայց ինչքան խորանում ենք դրա մեջ, փաստորեն ավելի շատ ողբերգությունների ենք, ես վերջի 200 տարին այդ է ցույց տվել,
Մեկ էլ ինձ թվում է, որ մենք պետք է ու ընտրությունները դրա մասին ալնելու էլի, որ արդյոք ժողովուրդը, հայ ժողովուրդը համաձայն է, որ մեր տարածքը Հայաստանի սովետական Հայաստանի տարածքն է, այդ 29800 կամ մոտարապես ինչքան որ է, ու ընտրությունները դրա մասին ալնելու, որ խոսքի, ասենք, հայ ժողովուրդը համաձայն է, որ իր տարածքը այդ է ու ինքը իր տարածքի վրա ապրելու է, թե մենք էլի հավակնություններ ենք ունենալու թաքուն կամ ոչ թաքուն հարևան երկրների, ես իհարկե հիմա Արցախի կորուստը շատ մեծ ցավ է, որ սենց եղավ էլի, բայց եղած իրավիճակում ինձ թվում է երևի այդ ձևը, որ մենք ճանաչենք, մենք մեր տարածքը ճանաչենք ու մենք մեր Աստված վկա, ես չեմ անջատել ոչ մի բան։ Հարգելի Սարգիս, փորձեք նորից զանգարել ձեր քանի որ արտերկրից էր կամ ձեր րոպեները բրծավ կամ չգիտեմ։ Փորձեք նորից Սարգիս ջան, ես չեմ անջատել, բայց հասկացա ինչ էիք ասում։ Այս թեմայի շուրջ ես 1000 անգամ խոսել եմ, այս թեմայի շուրջ ես մինչև Արցախի հայաթափումը գրքից մեջ եմ խոսել։ Դա առաջի անգամ չի, որ հայ ժողովրդի հետ կատարվել է։ Ու Արցախի կորուստը ինչու եղավ։ Դա աներկբա էր։ Ես դա ասել եմ, ես էլ չգիտեմ, երևի 2007 թիվներ, 8 թիվներ, ասում եմ դա չի, ինչու։ Որովհետև երբ որ կորավ Նախիջևանը, երբ որ գծեցին տվեցին ուրիշին։ Երբ որ կորավ Արևմտյան Հայաստանը, երբ որ կորավ գիտեք Կարինը պիտի լիներ առաջին հանրապետության մայրաքաղաքը, երբ որ Թամանյանը մայրաքաղաքը գծում էր, ինքը Կարին մայրաքաղաքի այսօրվա Կարինը Էրզրումն է, չէ՞։ Էրզրումն է։ Oh my gosh, հա, Էրզրումն է։ Էրզրումը կամ Կարինը, իսկական Կարինը պիտի լիներ, դրա համար էր գծում քաղաքները ման։ Մենք դրանից դաս չքաղեցինք։ Հասկանում ես։ Երբ որ մենք քաղեինք դաս եւ ասեինք, որ մի րոպե, հիմա ես էլի կսկսեմ Իսրայելի հետ համեմատել, իրա բոլոր այլանդակ եւ շատ վատ քայլերով հանդերձ։ Ես էլ եմ ասում, ես հեչ Իսրայելի ֆավորիտը չեմ, իմ բանը ֆանատը չեմ, այդ իմ ֆավորիտ երկիրը չի, բայց որպես մոդել Հայաստանի Հանրապետության համար իհարկե դա օրինակ է։ Իրանք ինչ ասում են, ասում են՝ մի րոպե, մենք հոլոկոստ տեսած ազգ ենք։ Գմփստում է Լիբանանը, որը խեղճ ու կրակն է, մեկ տնի Լիբանանին տեր կանգնի, գմփստում է Լիբանանը, ասում է՝ մենք հոլոկոստ տեսած ազգ ենք, մեզ վտանգ է սպառնում։ Գմփստում է, գնում է Գոլանի բարձունքները գրավում, մենք հոլոկոստ տեսած ազգ ենք, մենք չենք անդուրժի որ։ Իսկ մենք ցեղասպանված սաղ կյանքներս փրտի բան, էլի գնացինք բան ենք անում։ Մեր մասին ենք մտածում, ամեն մեկը իր դղյակի ու տան ու Պարիսպի մասն է, պետության վրա թքած։ Կներեք, բայց թքած ունեին բոլորն է, մինչև այսօր կարողա չէ, բայց միշտ էլ նույն բանն է եղել։ Օլիգարխիան մտածել է իր փողերի մասին, մեր ամենահարուստ մարդիկ եղել են Թիֆլիսում, Ստամբուլում, Բաքվի հայերը, չգիտեմ որտեղի հայերը, մյուս ընդ կռվողներն է, ով որ կռվել է այս երկրի համար, Թովմաս Նազարբեկյանը լինի, Նժդեհը լինի, Անդրանիկը լինի, այմար Վազգեն Սարգսյանը սաղին տվին սպանինք։ Ու ցանկացած, ով որ իրոք երկրի հողի պետության մասին է մտածել, տվե սպանել ենք։ Մերոնք։ Անդրանիկը խիպրի գնար բաներ, չգիտեմ, Ամերիկաներ կամ Բուլղարիա կամ Թովմաս Նազարբեկյանը կամ Քրիստոֆոր Արարատյանը կամ որ մեկին ասեմ, Սիլիկյանին ասեմ, Նժդեհին ասեմ, ում ուզում եք։ Դրա համար մենք պիտի, երբ որ ծնվեց առաջին հանրապետությունը, իհարկե պատմությունը եթե ժամանակաձևը չունի, կամ անգամ երբ որ երրորդ հանրապետությունը եղավ, լավ, Աստված ձեզ հետ, 91 թվականին գիտական հենքով առաջին հանրապետությունը ինչ կար, ինչ լիներ, երկաթ գիծ մի հատ կար Քոսոտ, մեծաշով հիմա էլ է նույն վիճակի մեջ, կարող է 18 թվին ավելի լավ էր, քան հիմա, դա հարց չի։ Ինչ, բայց հիմա 91-ին սովետական այդ 70 քանի տարին օգտագործել ես ակադեմիաներս կրթե, խորհրդային միության ամենակիրթ ազգերից մեկն ես, ամենաբարձրաստիճան հարգանք վայելող մշակութային ազգերից մեկն ես, իհարկե թող ինձ ներեն ուզբեկները, չգիտեմ ընդեղ ովքեր կային, բանի մեջ ղրղզները,
Չեմ ասում բանենք, ասենք լիտվացի կամ ուրիշները, բայց թողելի բուլղարները թողներ են ինձ, բայց կարծում եմ մենք շատ ավելի բարձր նշաձողի մեջ ենք։ Մոլդովացիները, հետխորհրդային, ով որ կար խորհրդային միության կազմի մեջ, հա, ղազախները, մենք շատ ավելի բարձր դիրքերի մեջ ենք, թե կրթության մակարդակով, թե քաղաքաշինության, թե տնտեսական, թե նիստուկացի, թե մշակույթի ասեցինք, ֆինանսական, գիտական, այնքան ակադեմիկոս ու աստղաֆիզիկ ու չգիտեմ գիտնական, որ մշակույթի գործիչ, գրող, հրապարակախոս, կոմպոզիտոր, ռազմական տեսուչ, մի հատ գյուղից 5 հատ մարշալ ենք տվել այդ արժեք, չի դա ազգի գնահատական է, բա այդ ամեն ինչը ունենալով 91 թվին մարդ կարա իր երկիրը գողապետության վերածի, էստե եմ գրել, մինչև Ղարաբաղի հայաթափում ասել եմ, ինչն է տարբերություն, այնի ինչի երկիր դարավ, որովհետև երբ որ ցեղասպանությունից հետո ծնվեց Իսրայելը, բոլորը, շատ-շատերը, էլ Նյու Յորքում լոյերներ էին, էլ Եվրոպայում լոյերներ ու չգիտեմ ինչեր էին բան, թողեցին իրանց տները, բարեկեցիկ ապարտամենտներն ու վիլաները, գնացին անապատում, սկսեցին թրիկ թափել եւ սարքել բան, կամունաներում էին ապրում, կաբուցի կոչվում էր իրանց բաներով, իսկ մերոնք, որոնք շատ բարձրաստիճան էին, անկախությունից հետո թողեցին գնացին, էլի ես չեմ դատապարտում, ես իրավունք չունեմ, իմ ընտանիքն էլ է դուրս եղել, ես դուրսը դրա համար եմ ծնվել, 91 թվական, մերոնք է Հայաստանում չեն ապրել, լավ ուրիշ չի, որ գնացել են, բայց դա է պրոբլեմը, համատարած, հազարավոր եւ միլիոնավոր մարդիկ անկախություն ձեռք բերելուց գնացել են, ոչ թե վայնարը, ու արդյունքում ինչ պիտի լիներ, բայց եթե մշակը գնում է, բանվորը գնում է, մշակույթի գործիչը գնում է, պրոֆեսորը գնում է, ակադեմիկոսը գնում է, ով է մնում, էլի ես գրքի մեջ գրած է 48 законы власти, ասում է, երբ որ հայրենիքը քեզ կեղեքում է, գնա, եւ հերվից տես, հիմա այս շատ հեչ հայրենասիրական բան չի, այդ Ռոբերտ Գրինն է գրել, ես կապ չունեմ, բայց նա ինչ է ասում, երբ որ հայրենիքը քեզ կեղեքում է, գնա, եւ հերվից նայիր, թե ոնց է հայրենիքդ կեղեքում ու ինքն իրան հոշոտում, ու երբ որ հայրենիքդ հոշոտվի, վերադարձի ետ, եւ դու կունենաս այն, ինչ չէիր ունենա երբեք, մեր ժողովրդի 90%-ը դա է արել, երբ որ տեսել է պայման չկա, թողել է գնացել է, հայրենիքը ներսից հոշոտվել է, ասենք չգիտեմ, վլաստիա փոխվե, ռեժիմա փոխվե, բանկերն փոխվե, մի բան փոխվել է, չգիտեմ, հեղափոխություն, 18 թվին տենց այս 18 թվին տենց չէր, սաղ փոխվեց սաղեկան, տներ առան, շենքեր առան, հողեր, ես լոսում էի, ում ճանաչում եմ, բոլորը եկել են, ում ճանաչում եմ, եթե չեն վերադարձել, տներ առան, թանկ ու կրակ, 2-300 հազարանոց տներ կա, ապարտմենտներ առան, դատարկ, սկի վարձով չեն տալի, այ Ռավջան, ես $2000 վարձով չեմ տա, ինձ պետք չի, այդ էս մարդիկ, մի խոսքով, հիմա սպասում ենք, տենանք ամսի 7-ը ինչ կլինի, կմնանք, չենք մնա, կեսը տներն են ծախում, կեսը չգիտեմ, Ժորժ ջան, լավ է լինելու, երբ որ մենք դադարենք այդ շրջապտույտով, այդ ձևով ապրել, երբ որ մենք մեր կյանքը չկապենք իշխանության հետ, այլ կապենք մեր հետ, մեր գործի, մեր բանի ու մենք գնանք իրոք այն ուժերի հետևից, որոնք ոչ թե իրանց շահի համար կամ ինչ-որ վերին տերերի համար են աշխատում, այլ աշխատում են իրոք պետության ու պետականության համար, ու մենք հասկանանք, թե ովքեր են մեր մեջ դրել այդ ճակերտավոր արժեքները, դպրոցից սկսած, ես երեկ առաջի օրը այլ մեր մեծն Շիրազը մեծագույն մեր պոետը Մասիսի մասին ոտանավոր է ընթերցում, անգիր չեմ կարող ասել որներ բան, բայց ասում է, որ տունը սկիսատ է եւ ստիպում է երեխային զավակին, որ երթում տա հոր Շիրիմի առաջ, որ գաս Շիրիմիս ասես, որ Մասիսը ետ ենք վերադարձրել։ Այսինքն տես մեսիջը մեր մեջ դրած, որ բոլորս պիտի Մասիսը վերադարձնենք, այդ պոեզիայի մեջ է։ Գևորգ Էմինը եւ այդ «Պարը Մասիս լեռան լանջին պարես», մեկը ուրիշ երգը եւ Արարատի գլխին դրոշ պիտի դնենք, մեր մեջ դրած է դա, բայց ես հարց եմ տալի,
Եթե պոեզիան, գրականությունը, մշակույթը, երգը, գիրը, կոթողը, քանդակը, արձանը, օպերան, ամենը դրա մասին է, բայց պետական ապարատը այդ կողմով չի քայլում, այդտեղ երկփեղ կանք առաջանում, որի մեջ մենք հայտնվել ենք։ Որոնց մեջ մենք հայտնվել ենք։ 30 տարի մեզ այդ են ասել, եւ այդ ասելու արդյունքում մենք կորցրեցինք Արցախը, ժողովուրդը կեսը մեռավ, կեսը փախավ, կեսը Ապաստան գտեց, կեսը Ռուսաստան գնաց, կեսը եկավ ստեղ թաղեմ իշխանությանը բարակապակցությունը շուրթերին։ Եռաբլուրի մասին ծպտուն չեմ հանում։ Բարոյականությունը ասենք, ծպտուն չեմ հանում, եւ ամոթա էլի հասկանում եք։ Արվոչինչ մեծ հաշվով, այսինքն պիտի եռաբլուրը եռապատվի, որ նոր հասկանանք, վայ, չէ, այդ արժեքները չի։ Այդ դրա համար եմ ասում մտավորականներն են քանդե այս երկիրը։ Մտավորականները, կեղտոտ մտավորականներն են քանդե այս երկիրը, որ մեկը դուրս գար։ Ասել արա, ինչ եք խոսում։ Իսկ ինչ եք դուք ասում ընդհանրապես։ Իհարկե հասարակությունը կհոշոտեր, թուրքական ագենտ կասեր ու կհոշոտեր, որ լավաշով կուտեին կպրծներ։ Բայց այդ կլներ մտավորական, որ Ջորդանո Բրունոին վառեցին հրապարակի մեջ, ծափ էին տալի ժողովուրդը, այնի վառվելով գոռում էր, նա պատտվում է, կարող է տանի, ուրիշը հայելներ կասեր, չի ախպեր, բաներ, երեք շատ էի խմե, ոչ մի բան չի պատտվում, երկիրը քառակուսի է, մենք էլ ոչ թե արևի շուրջ ենք պատտվում, այլ արևն է մեր շուրջը պատտվում բաց։ Բայց չէ, այդ է մտավորականը, որ կարող իրան զոհի հանուն ճշմարտության, հանուն գաղափարի մեր մոտ։ Ստալինի մասին ոտանավոր գրեմ, այն ամբողջ դրան մի խոսքով Ստալինի մասին ոտանավոր գրեմ, գիրքս որ տպեն։ Գրողների միությունն էի, ես գրքի համար պիտի իբր բան դառնայի, գրողների միության անդամ։ Ես ձեռներս ջարդեն, ես կգնամ որևէ կուսակցություն լինի, միություն լինի, արմի, ես կգնամ հանգարց կանտ համագրվեմ, նունկա Զանգուտը։ Բարև ձեզ։ Ալո։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ հետաքրքիր է սկսել եք ձեր զրույցը, բայց ես այսօր կցանկանայի երեկվա միջադեպը, երբ Ալեն Սիմոնյանին հրահրեցին, ուղղակի այսօր ես լսում էի Գեգամ Նազարյանին։ Այո։ Խոնարհվում եմ իր առաջ, իր որդու առաջ, զարմանալին գիտեք ինչ էր, որ մարդը հայտարարեց 80 ճանաչված աճյուններ DNK-ով ճանաչված, որ ծնողները չեն վերցնում։ Այսինքն անհետ կորածների ծնողներն էլ անգամ երևի ինչ պատճառներով ունեն իրենց շահը, այսպես ասեմ, նույնիսկ չեմ կարող այդ բառը ասել։ Այդ դեպքում 80 զոհված այդ երեխաների աճյունները, որոնք տոպրակների մեջ են կամ որտեղ են, ինչու չեն ծնողները վերցնում։ Եվ DNK-ները հաստատել են, թե ովքեր են այդ երեխաները։ Կարող են արդյոք հենց իրենք ծնողները բացատրել, կամ այդտեղ հրահրող, այդ ամբողը կամ ովքեր որ լրագրողներ են, նրանք բացատրեն, թե ինչ է կատարվում։ Սա մեծ ծուր հայլիների մի աշխարհ ենք ընկել եւ չենք իմանում որ կողմը նայենք։ Մեր հույսը այո իշխանությունն է, որ ի վերջո կկարողանա այս բոլոր հարցերի պատասխանը տալ։ Շատ ցավեցի, անկեղծորեն, շատ ցավեցի այդ զոհված երեխաների համար։ Ծնողին ասեմ, որ սա քո զավակն է, բայց նա ասի չէ, իմ զավակը անհետ կորած է։ Այդ երեխան իրավունք չունի գերեզման ունենալու, որի վրա ծաղիկ դնեն, խունկ ծխեցնեն։ Չգիտեմ, ես շատ նեղված եմ եւ վրդովված, ուղղակի չեք պատկերացնում ինչ շոկի մեջ եմ։ Շնորհակալություն։ Մարինեն է Ռոդ Այլանդից։ Շատ հաճելի էտիկին Մարինե, ձեզ լավ երեկո, լավ օր։ Մերսի։ Դա։ Եկել ինչ ասեմ հարգելիներս։ Բաներ կան կյանքում, որ ես չեմ կարող մեկնաբանել, չեմ կարող ասել, դարապես պարոն Նազարյանը իմ կարծիքով շատ հզոր մարդ է, շատ հզոր անհատականություն է եւ պետականամետ մարդ է ու ես իհարկե չգիտեմ ինքը ճիշտ է ոնց որ
ընդդիմության միջոցով ոնց որ դարձավ падգամավոր, հետո հասկացավ ինչա կատարում, ոնց է կատարում, չեմ ասում իշխանական է, բայց ընդդիմությանն էլ ասում է եղբայր դուք ընդդիմություն չեք, դուք հակապետական եք։ Ընդդիմությունը կարելի իշխանությանը դուք սխալ եք այս հարցում, դուք սխալ եք այս հարցում ու դուք սխալ եք այս հարցում։ Պիտի անեք սենց, մենք ձեզ կօգնենք, որ սա սենց անեք։ Եթե հանգարց սա չկարողանաք անել, մենք կփորձենք գալ ձեզ։ Այդ է ընդդիմությունը, որ հրավիրում է ուշադրությունը խնդրի վրա, քննադատում է իշխանության քայլերը եւ առաջարկում է լուծումներ խնդիրը շտկելու համար։ Ոչ թե քանդում է երկիրը, քանդում է պետությունը, սաղ թող քանդվի, այնի թող դավաճան դուրս գա, մենք գանք հասնենք փշուրների վրա, ասենք տեսակ, մենք գոնե էսի պահեցինք։ Այդ չի լինելու դա չի լինելու։ Ցանկացած adekvat, քիչ թե շատ մտածող մարդ, կարծում եմ եզրակացության նայեք է։ Կռիվը այդտեղ է։ Ինձ ամեն օր գրում են ու նոր անուններ են տալի։ Ինչու չեք խոսում այսինչ մարդկանց մասին, չէ՞ որ նրանք նոր ուժ են, ասում եմ սաղի ցավն է տանեմ, լավ ուժեր են, բայց իրանք չեն հիմա խաղի մեջ։ Խաղի մեջ երկու ուժ է։ Ես դա ուզում եմ, թե ես դա չեմ ուզում։ Ես իհարկե կուզեի այնքան ակնառու լինեին ես, որ լուրջ մրցակից լինեին, իհարկե ասեի, տեսեք երրորդ ուժեր կա, գնացեք ընտրեք խորհրդարան թող մտնեն, թող լինի Փաշինյանը, Կարապետյանը եւ երրորդ ուժը լինեն էսրանք։ Բայց ես գիտեմ, որ տես չի լինելու, որտեղ շատ փոքր է, ոչ գրասենյակ չեն կարող բացեն, դրանք կարան գան երկրորդ ուժ դառնան, հա։ Էդ է ձեր խելքը քաղաքագիտական։ Մարդ եթե գրասենյակ չի կարող բացի, միտինգ անում, դալիճում մարդ չկա քենսել են անում հավաքը։ Ես իրանց գովամ, տանեմ փոշիացնեմ ձայները, չեմ անի տես բան, դա հակապետական քայլ է։ Ես հարգում եմ, հավանում եմ, լավ բաներ են ասում, լսում եմ, ծանոթ եմ շատերի հետ, շփումներ կան, լսում ենք հանդիպես, տեղ ենք հանդիպե, բայց ես չեմ կարող իրանց պրոպագանդեմ, որովհետև փոշիացնելու եմ ձայները։ Պայքարը գնալու է Փաշինյանենց եւ Սամվել Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյանենց միջև։ Ուզում ենք մենք դա թե ոչ։ Ու հարցը երրորդ ուժն է որոշելու տոկոսային հարաբերությամբ, երրորդ ուժն է որոշելու ով է լինելու իշխանությունը։ Երկու ֆավորիտ է լինելու, ես ասում եմ սա, ամսի 7-ին դուք դա կտեսնեք։ Խորհրդարանում երկու ֆավորիտ է, Փաշինյանը եւ Կարապետյանը։ Երրորդ ուժն է որոշելու Փաշինյանը կմնա թե կգան նախկինները, որովհետեւ երրորդ ուժն է միանալու երկրորդին։ Եթե երրորդ ուժը եղավ Փաշինյանի ընդդիմության ճամբարից ու տոկոսային հարաբերությունները մեծ եղավ, Փաշինյանը իհարկե չի կարող ընտրվի։ Իսկ եթե հանգարց երրորդ կարողանա գնա քվեարկեք, ընտրեք այն ուժերին, որոնք այնքան ձենքը հավաքեն, որ կարողանա բալանս ստեղծվի բանի համար, կամ նոր ինչ որ մի ուժ ձևավորվեր այս ընթացքում, կասեի հա, բա ոնց, բայց չի լինելու տենց բան։ Հիմա հարցը Քոչարյանը կանցնի թե Ծառուկյանը անգամ։ Կարապետյանը երկրորդն այդ ակնհայտ է։ Դա պետք չի լինել վունդերկինդ։ Երրորդ ուժը Քոչարյանն է լինելու կամ Ծառուկյանը։ Ինչ եմ ասում, Քոչարյանը էլ ֆավորիտ չի, այն իմաստով, որ մի շարք ընտրողներ շարքային մարկանց մեջ սողացել է դեպի Կարապետյանը։ Այն մարդիկ, ովքեր ատում են իշխանությանը եւ այլն, հույս են կապում պարոն Կարապետյան, գնալու են ընտրեն Կարապետյան, բայց իրանք պոտենցիալ Քոչարյան ընտրող էին։ Բայց քանի որ Քոչարյանը ձայների կորուստ ունեցի, մա Ծառուկյանն էլ ամտե խաղի մեջ ու արդեն հայտարարեց, որ ինքը ընդդիմություն է ու բացառում է իշխանության հետ համագործակցությունը։ Մնացած ուժին գնալ քվեարկելը նշանակում է քվեարկել ընդդիմության օգտին։ Այդ པարզ բան է, ոնց բացատրեմ։ Պիտի գիտես ինչ, ես եթե որ լծակներ ունենայի, բյուջեներ ունենայի եւ այլն, ման դες պիտի մաստեր կլասներ անեի, ամբողջ օրը նստեի պատմեի։ Այս բան, էսենց, տեսեք, գնում ես, ընտրում ես Պողոսին։ Պողոսից մի ձայն, որը պոտենցիալ կարար լիներ այս ինչի օգտին, փոշիանում է։ Արդյունքում, բայց այս կողմի ձայնը ավելանում է, այսպես բան կանեի, մոզաիկայով կնշեի, որ մարդկանց բացատրեի։ Դա։ Զանգ ունեմ։ Ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ալո։ Այո, բարև ձեզ։ Լավ եք, Ռաֆայել ջան։ Լավ, դուք ինչպես եք հարգելիս։ Լավ, Ռաֆայել ջան։ Մի բան եմ ուզում ձեր հետ խոսեմ, էլի։ Ասենք նախորդ հաղորդումներից եթե թույլ կտաք։ Օրինակ այդ Նարեկ Կարապետյան կոչվածի հայտարարությունը, որ փոքր բիզնեսը ազատվելու է հարկից։ Այդ բանը ես համաձայն եմ, ինքը ճիշտ է ասում։
Փոքր բիզնեսը կազարկվի հարկից, որովհետև պայմանները կլինեն այս, որ փոքր բիզնես չի լինի։ Այդ բանը ինքը սուտ չի ասում, ճիշտ աշխատավարձ տալն էլ։ Իմ առաջարկությունը սենա այդ կուսակցությունը չգրանցել, Քոչարյանը քրեական գործով անցնում չգրանցել, դաշնակներին փակել։ Այսօր օպոզիցիա մենք չունենք, մի հատ հերթական ունիկալ շանս է, որ պատմությունը մեզ տալիս է 100-200 տարին մեկ, որ էլի էշիս է դու թաղում ենք։ Եթե ազգի դժվարները հետ եկա, մեր երկիրը ինչքան է մարդկությունը, կեսը գնալու է, նորից գնալու է, մեկ էլ դրանք որ ասում են թրիփը, երաշխավոր, ոչ մի բան չկա, դրանք ոչ Արարածախ են հետ բերելու, հետ բերողը կամրապնդեր, ոչ թե կորցնելուց հետո կմտածեր հետ բերել, բոբիկը չով են էթալու հետ բերել, երբ քո նշմարած ընկերդ քաքի մեջ ասեց, ասած թաղված, չգիտի ինքը ոնց դուրս գա այդ հարտից։ Թրիփնել իրաց համար, թե հետո փող կպցնելու գիծ անելու, ոնց որ այդ հարավիսից ճանապարհը։ Ինչի ես պետությունը Քոչարյանը չի ունի զրկում, այդ ալիգարխները չի ունի զրկում, հլամյա ֆինանսները փակել տենավ այդ կողքի լավ փուտողները տեսեք ոնց են անհայտանում։ Քանի մեդիա կփակվի, քանի ալիք կփակվի։ Փաշինյանի ռեյտինգը 200% կավելանա, ես չգիտեմ ինչքան, հա, ենթադրվում է որ շատ է։ Բայց եթե Քոչարյան թշնամին մեր ազգի մեջ չլինի, մեր ազգը կբարգավաճի։ Նա ճակատագրական բան է, դրա տունը եռաբլերի մոտ է։ Իմ խոր համոզմունքով, որին փաշ չունեմ, դա խոր հայ չի։ Ու երևի հրճողում է այդ երեխեքի այդ մեր զոհերի գերեզման իր պատոհանից ստենալով։ Լավ, հարգերես, լավ։ Լավ։ Լավ որ ձեզ, հարգերես, լավ որ ձեզ։ Լսում են, երկու կողմից էլ լսում են, ինչ ասեմ, լիքը բանում ձեզ հետ համաձայն եմ, հարգելի ցենց դրա մասն էին խոսում, որ մարդիկ, որոնց մեղադրանքներով, որոնց մեղքերը բերանացի ասված, հա, բարձրաձայնելով եղավ իշխանափոխություն եւ ամեն հայ, ամեն մեկը գիտի կասկած չունի ով ինչ է արել եւ դա որևէ կերպ չի ապացուցում դատարանում, որևէ մեկը պատասխան չի տալի, ավելին արդարացման վճիռ է հնչում, դրա համար հիասթափություն է։ Ես դեռ համաձայն եմ։ Ես ինչ։ Ես 15 տարի Ամերիկայում տաքնել եմ։ Համեստ շարքային Ռաֆայել Մնացականը ոնց որ 3 միլիոն մնացած մեր հայերը։ Մի հատ զանգ ունեմ, չմոռանամ ինչ եմ ասում, զանգ ընդունեմ, արտերկրից է կարծես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում եք։ Բարև ձեզ, լսում եք։ Hello։ Լսում եք, բարև ձեզ։ Չի լսվում։ Լսում եք։ Այո։ Hello։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արմավիրից եմ ձեզ հետ խոսում։ Արմավիրից։ Ձեր ու գնդիրն եմ, ողջունում եմ ձեզ ու բարի երեկո եմ մաղթում ձեզ ու անխափան եթեր։ Շնորհակալ ենք շատ։ Լսում եմ։ Կուզենայի, լսում եք ինձ։ Լսում եմ հարգելիս, այո։ Ուղղակի կուզենայի երեկվա միջադեպի հետ կապված այդ ինչ ասեմ շատ վատ այն տեսարանը կապված մեր խորհրդարանի նախագահի հետ պետք է դադարեցվի նման երևույթները ընդհանրապես ցանկացած պետական պաշտոնյայի նկատմամբ այդ անհարգալից վերաբերմունքը պետք է արժանանա ամենախստիվ պատժի, որ այլևս չշարունակվի։
Սա մի կողմ, մյուս կողմն էլ ասեմ, երբ նայում ես այդ երիտասարդին, որ սադրիչ գործողություններ էր անում, նայում ես բոյին, բուսատին, բազուկին, կներեք էլի վզի հաստությանը, մի տպավորություն եմ ստեղծում, որ տղամարդ, որ չի կարող որովհետեւ արժեք ստեղծել, ինքը չունի այն մասնագիտական ու որակական հատկություններ, դե ասում է պատվեր կկատարեմ, ինչ որ միացում ֆինանս կունենամ, եւ այդ ֆինանսով էլ, չգիտեմ, ընտանիքս իմ օրվա կարիքները կհոգամ, պետք կլինի նաեւ ինչ է եղել, կդատվեմ, բայց քանի որ չեմ կարող գնամ թեկուզ ծանր աշխատանք կատարեմ, իմ ընտանիքը պահեմ, այս ձևով կարամ իմ ընտանիքը պահեմ, սադրիչ գործողություններով, անհարգալից այսպես վերաբերմունքով դրա համար ես կցանկանամ իմ կարծիքն է որ նման երևույթները պետք է խստինս դատապարտվեն որ իրանք շարունակություն չունենան։ Մի բան էլ ասեմ, մի ժամանակ մեր տանդրները թագում էին եւ ասում էին Եհովայի չգիտեմ ինչի վկաներն են, հիմա այդ դռները թագում են, ասում են Սամոյի վկաներն են։ Այսպես տուն առ տուն, յուղ առ յուղ մտած իրանց ագիտացիան են անում, միայն ցավս նաեւ որ նայում ես սիրուն ջահել երեխեք են, միգուցե ինչ որ էլի ֆինանսական կարիքներ ունեն, որ ասենք այդ գործերով են զբաղվում, բայց կուզենայի որ նրանք ավելի շատ իրանց այդ ժամանակը ծախսեին կրթության վրա, մասնագիտության վրա, քանի որ այս պետությունը հայրենիք իրենցն է, այս կան այնքան բաներ կա։ Շնորհակալություն ձեզ խոսքի։ Օգտվելով եթերի սղությունից այսքանն է ուզում ասել, շնորհակալություն։ Ջերմ բարևներ Արմավիրի մեր բոլոր հարազատներին, բոլոր հայրենակիցներին։ Ուրախ եմ որ զանգեցիք Արմավիր։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Էլի այնքան ճիշտ բաներ են ասում ռադիոլսողները, մեկտաբանելու տեղ անգամ չկա։ Հասկանում ես, ինչ ես այստեղ ավելացնեմ, ինչ ասեմ։ Դրա համար եթե երիտասարդը 18, 19, 20 տարեկան հասել այն կետին, որ պիտի ցանկացած իշխանություն լինի, ընդդիմություն լինի, բուկլետները պիտի առնի ընկդի դռներ դուրծեցի, իսկ դուք հավատում եք առանց տոկոս հարկերի բիզնեսի, չոր դուք հավատում եք 300-ած տեղ աշխատանքի, ուրեմն էլի փաստում է նրա մասին, որ երիտասարդությունը մեծ հաշվով լավ վիճակի մեջ չի, բոլոր իմաստներով, եւ երկրորդը դարապես բարեգործություն ասվածը շատ հարաբերական բան է, էլի, եթե մարդը բարեգործի համբավ է վայելում, պատկերացնում ես մարդը Forbes-ում բիլիոների անվան տակ հրապարակված է, այսինքն դա կասկածից վեր է, բիլիոներ, միլիարդատեր է դոլարային, եւ ինքը ասում է, չէ, ես պիտի վարչապետ դառնամ, որ նոր աշխատատեղ ստեղծեմ։ Կամ բիզնեսմենը, որ ոչ կյանքում ասում է, ես արդար բիզնեսմեն եմ եղել, օքեյ, ես դատախազ չեմ, չգիտեմ արդարը թե արդար չէ, մարդը բիզնես միլիարդատեր է։ Հա, բան է անում։ Գիտի ես ինչ բնակավարներում կարելի է փող դնել միլիարդներ աշխատելու աշխատատեղ ստեղծել ու չի անում, տենց բան ասում է, չէ, վարչապետ դառնամ նոր։ Այդտեղ է որ կասկածա չի առաջանում, որտեղ բիզնեսմենը մանավանդ միլիարդատերը ինքը տենում է որ ասում է, «Օ, այս բնակավարը որ հիմա ասում են, պիտի զարգացնենք, զարգ տանք, փող աշխատենք, հարստանանք»։ Եղբայր դու միլիարդատեր բիզնեսմեն ես, դիր զարգացի հարստացրա։ Հեծը սարքեիք հեծ, որ րոպե մեկ լուսերը չանջատեին, ներվախախտ լինեինք։ Թո անջատեն, հիմա խի չեն անջատում։ Եղել է դեպք էլի, հա, մի հատ անջատվեց այս կողքի պատստանցիան էր, վարվեց ցույց տվեցինք, բայց 5 րոպեն մեկ անջատում էինք լույսերը, բայց ինչի էիք անջատում։ Ձերն էր հեծը, բան էիք։ Բան է, ասում է, պիտի էլեկտրաէներգիայի սակագինը նվազի։ Եղբայր 10 տարի ձերն էր, նվազացնեիք։ Այսինքն բաներ կա, որ ես չեմ հասկանում, ինչու է այդպես։ Կամ նվիրված ենք հայ ժողովրդին, օքեյ, ես Վանգայի թոռը չեմ, Վանգայի սորտը չեմ, չգիտեմ ինչին եք նվիրված, ինձ չի վերաբերում, բան ասում եմ, ընտրվեմ, նոր Ռուսաստանի քաղաքացիությունից կհրաժարվեմ, կգամ եւ լուրջ այնպես բան տեսել ես, այսինքն բանն է, էլի Զալատոյ Զապասնա, հա, մարդ ես հանկարծ չանցնեմ, իսկ պետք է, ես որ Ռուբեն Վարդանյանի օրը ընկնեմ հրաժարական տամ ռուսական ազնագրից, այդպես բան ո՞ց կլինի։ Ես պատկերացնում հակառակը։ Մարդը, որ մտնում է պոլիտիկայի մեջ եւ ուզում է փրկել հայրենիաց երկիրը ավետյաց, կկանգնեի Արագածի լանջին դրոնով կադր sense կնկարեին են բյուրեղիա ջրից sense մի հատ կադր կբարձրանար կվարձը ոտերից վրայից sense բան կաներ ու sense օթում կպատրեի ռուսական անձնագիրը կասեի
միլիարդներ եմ դնում այն ինչ բնակավարում 100 միլիոնն էս ինչ բնակավարում եւ ձեզ իմ հարգելի գյուղացիներ եւ մի խոսքով բոլոր ալամաշխար ոտի եմ կանգնացնում մեզ ժողովուրդը պիտի լավ ապրի բան ու առանց վարչապետ հայտարարելու սա գնում են իրան ընտրում են առանց հայտար մեր ժողովուրդը տենց է վա ինքը այնքան եղու բրինձա բերե բարեկենթան ժողովուրդ է վրացը գնա կենտրի պետք չի ասել այ վաղը մի բա չէ անում ես եւ ընտրվում ես ես տես կանեի եթե հնարավորություն ունի ասեն փողը կա բանը կա բարեգործի համբավը կա մինչև էս բաների մեջ մտնել ավտոբուսներով ման գալը գործարանները բացում եմ տարբեր բիզնեսներ ասիրուն լավ իր համար գյուղերը մտնում եմ ամեն գյուղում մի հատ ջերմոց եմ բանում մի հատ տրակտոր եմ գյուղապետին նվիրում ջրի հարցն եմ լուծում արա ջրի հարցը մի հատ ջրամբար եմ սարքում կամ ինչ որ ֆինանսավորում եմ մետրոյի կայարան եմ մի հատ սարքում $50 միլիոն մետրոյի կայարան 50 միլիոն հաջորդ կայարանն է Կարապետյան կայարան ով որ սարքել է իր ցավնետը անոդերա լավ արե այ տղավարի բան այ ես եմ սարքել հորս անուն եմ դրել լավ եմ արել ժողովուրդը վազում է ընտրում է իրան մի անգամից բա պիտի ընտրի բա գործի համար պիտի ընտրեն բա սիրուն աշկերի համար ոչ են ընտրելու սուտ եմ ասում գործն է անում լավ իմացեք էդ էր ասում խեղճ դսեղի հայտնի բնակիչը միակ էդ է գնացի ներվերս էլի խախտում եմ գնամ իմ բիրի թեյ խմեմ չնայած ես գովազդային դաթար դեռ ունեմ եւ ավանդույթները չգիտեմ խախտեմ թե չէ բան կարդամ չկարդամ ումա պետք դա ընդհանրապես ռադիոլսողների սա պետք հարազատ ռադիոլսողների ովքեր 8 տարի լսում են FM 107.5 HD3 իրար հետ կռիվ են տալի մեկ-մեկ իմ հետ են կռիվ տալի բայց ասում են արա դա ճիշտ ասում էստեղ են էլի ճիշտ ասում թողեց գնաց Երևան տուն-տեղ դրեց բիզնես դրեց աշխատում է տուն-տեղ ուզում պահի բան մեկ է ահն աղվես նեկավ գնացին գովազդի լսել մտածել գիտակցել ու հասկանալ յոգա ուղեղի համար Ռաֆայել Մնացականյանի հեղինակային ծրագիրը ամեն ուրբաթ առավոտյան 8:08-ին յոգա ուղեղի համար Եվ առանց ավանդույթները խախտելու հարգելի բարեկամներ, առանց ավանդույթները խախտելու դեպ վաղուց սովորություն այնց մոտ, երբ որ գովազդային դաթարն է միշտ փակում եմ ձայնը, այսինքն այսպես խոսում եմ ձայն չկա, հիմա կա, այսինքն անվտանգության համար, որովհետև ժամանակին որ նոր առաջին քայլերս էի անում ռադիոյում, այս կարմիր գույնի լույս կար վառած, եւ քանի որ հնչյունային ռեժիսորը առանձին է սովորաբար ռադիոներում լինում, երբ որ հնչյունային ռեժիսորը եթեր է տալիս, այդ լույսը վառվում է on air, լույսը վառվում է դիմացը, դու տեսնում ես դու եթերում ես, բայց քանի որ ես եմ եթերը թողարկիչը եւ եթերում աշխատողը, դրա համար միշտ փակում եմ, որ հանկարծ ավելորդ բան չլինի։ Գնանք առաջ ավանդույթները չխախտելով մի պատառ հայ-ամերիկյան օրագիրը գրքից Այն մասին, թե ինչ էվոլյուցիոն ճանապարհ է անցել հայ ժողովուրդը վերջին 500 տարիների ընթացքում, ես հաճախ եմ մեկնաբանել տարբեր հարթակներից եւ եթերներից, կարծում եմ դուք էլ հարգելի ռադիոլսողներ դա լսել եք։ Միևնույն ժամանակ ես խոստովանում եմ, որ հեշտ է, շատ հեշտ է 21-րդ դարում նստել տակուկ սենյակում, հարմարավետ բազմոցի վրա, սուրճը, համակարգիչը վերցնել եւ սրտաճմլիկ պաթոսախառը ենթադրություններ անել անցյալի մասին։ Սակայն եթե չես երազել պետականության մասին, չես պայքարել ազատության, անկախության, պետության համար, ուստի եւ չես կարող իրապես գիտակցել, թե ինչ բացառիկ պատմական հնարավորություն է տրվել մեզ, թե ինչպես են ազգեր, ովքեր մեզանից շատ են միլիոններով եւ չունեն պետականություն, իսկ դու անցնելով կյանք ու կռիվ, Եփրատ ու Տիգրիս, Վան ու Սևան հասել ես, այդտեղա հասել ես։ Ու հիմա պետք է խաշմերուկից ձախ իջնես, որովհետև կեղեքել ես պապերիդ երազանքը, որովհետև թալանել ես, պղծել ես, քանդել ես ժառանգությունդ կեղտ, կտրում ես ծառը կաֆեի սեղան ես դնում, հաց ես տեղափոխում յուղոտ բեռնախցիկում մեքենայի, զավթում ես այն ինչ քոնը չէ, սպառնում ես, կեղեքում ես, հայհոյում ես, կեղծում ես եւ կարծում ես թե ամեն ինչ գիտես, ամեն ինչ, բայց այդ ամեն ինչը իմանալով գետինը չի բացվում, դու էլ չես գահավիժում մեջ է, դոտ գլուխը չես ջարդում, որովհետև Սոկրատեսը, որ Սոկրատես էր ասում էր, ես գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ, այդտեղա, չէ, գրնո, դու տես բաներ չես հասկանա, չէ։
Չես հասկանա։ Այստեղ այս դպրոցի մոտ իջի ու գնա, սպասիր, կանգնեմ, իջիր, դուրն է պասի բացեմ, տեղդ ստացած է գրնո, հարկատուներն են ստացել, իսկ դու ձրիակեր աղիքային ցուպիկի պես պիտի գնաս դպրոց ու սկսես սովորել, այ տղա սովորել, ոչ թե բազմանալ, տղա ջան, գրնո ջան, այդքան մի բազմացի մեղք ես, այ տղա մի քիչ խնայի քեզ, մեզ խնայի, սովորի, որ մարդ դառնաս, որ հասկանաս, որ հայը նա է ու այս քո տեսքով, այս քո արտակին արթ ու զարթով, հագիդ փալասով, աչքերիդ անբովանդակությամբ, հայի հետ դու կապ չունես, գրնո, դու հայ չես, դու հայվան ես, տղա ջան, գնա այստեղից, գնա սովորի, որպեսզի իմանաս, աշխարհում ուրիշ ազգ չկա, որ դարերով պետականություն չունենա, բայց հոբ վերածնվի ցեղասպանությունից մի քանի տարի հետո, մի պատար հայրենիք ազատագրի, Թուրքի հետ պայքարելով հազարներով ավել Բաշաբարանու Ղարաքիլիսայի հերոսամարտում հաղթի, Սարդարապատ կերտի, Խաչքարու վանք կառուցի, գրնո, դեռ ոտքի չկանգնած կտրուկ շրջվի դեպի սոցիալիզմը, հետո կտրուկ քննադատի այդ սոցիալիզմը ասելով, թե իբր դա բանտ էր, հետո սկսի դեմոկրատիա խաղացնել, եւ ամենահետաքրքիրը գիտես, որ նա գրնո, որ այդ դեմոկրատիայից խոսում էին նախկին կոմունիստները, նրանք, ովքեր գործարաններ էին թալանում, կոռուպցիայի դեմ պայքարից խոսում էին այն մարդիկ, ովքեր ժամանակին միս կոմբինատից ներքնազգեստի մեջ պահած միս էին գողանում եւ սեռական օրգանների աննկատ լինելու պատճառով մնում էին իրանք էլ աննկատ, հասկանում ես, գրնո, պիտի այս ամենը սովորես դպրոցում, որպեսզի հասկանաս, թե ով է հայը, որ դու եւ քո ամբոխները խելագարված կապ չունեն հայկական աշխարհի հետ, որ հայը շինարար է, ոչ թե քանդող, հայը արարող է, ոչ թե կործանող, որ հայը ստեղծագործ է, ոչ թե զավթիչ, գրնո, դու շատ բադ գրնո ես, դու սմբո ես, գրնո, ոնց բացատրեմ, հասկացիր, որպեսզի հետո լավ լինի, որպեսզի քեզ նմանները, քո նմանները օրը ցերեկով չմտնեն ազգային ժողով, չկրակեն, անունն էլ դնեն տերակտ, բայց ըստ էության կարողանան հեղափոխություն անել, մենք գոնե լավիդ վածից նախագահական ձևով ապրեցին, գրնո, հետո էլ ասինք չէ, պարլամենտական երկիր ենք սարքում, նախագահին վարչապետ սարքեցինք, հետո քայլ արեցինք, մերժեցինք, պայքարեցինք, ընտրեցինք, դուխով երգեցինք, ոյ, գրնո, չհասկացանք, որ այդ դուխովը մի հատ դուխովկա էր, որտեղ խորովեցինք մեր անաստված հոգիները, գրնո, հեռացիր այստեղից, սմբակավոր սմբո, Ես ոնց հեղափոխեցի, կարա դուք հայտղու կերպարը, ես ինչ արեցիք, ես ձեր նիվեքով, ես ձեր լադեքով, ես ինչ արիք դուք հայտղու, ես սմբոներ։ Կարծում եմ նկատած կլինեք, որ ռուսական մանավանդ սոցիալական հարթակներում, այսպես կոչված ռիլերի մեջ, հայ տղային, երբ որ ներկայացնում են տեսանյութերում, հայ տղամարդուն ոչ վայել կերպարով են ներկայացնում, հավաքական կերպար որպես կարծելով թե բոլորն են այդպիսին, ծամածրվող, ռուսերենով վատ խոսացող, դևուշկա վիճակով, անթրաշ, մազերը այլանդակ սաներված սև ակտոսներով, կեղտոց պարծիվկով։ Այդ բա հայի կերպար ներկայացնելու ձև է, մի խոսքով վստահ եմ, պատկերացրեցիք, թե ես ինչ կերպարի մասին եմ խոսում, բայց դա հայի հետ կապ չունի, բայց դրանք արեցին, որ հային տենց են ներկայացնում։ Իհարկե այլ հարց է, որ թշնամին հակառակորդը քեզ անվայելուչ ձևով ներկայացնի, դա հասկացանք։ Սակայն այլ բան է, երբ դու ինքդ քեզ քո այդ կեղտոտ հումորային հաղորդումների մեջ հային տենց ես ներկայացնում, իբր հայը դա է։ Ցավոք այդ կերպարը մենք հանդիպում ենք եւ սերիալում, եւ սիթքոմում, եւ իրապատումներում, եւ ֆիլմերում, ամենտեղ, տարբեր հոլովակներում, վավերագրերում, միևնույն հայի կերպարը, թե բա սա հայն է, բա դա հայն է, դա հայվանն է, ոչ թե հայը։ Իհարկե այդ կերպարը անշուշտ աղերս չունի հայ իրականության եւ հայ մանավանդ տղամարդու հետ, թեև դեռ կան էնդեմիկ առանձնյակներ, բայց ես վստահ եմ, հասարակության առողջացումը հասել է շրջափուլին, այդ ձեր ասած հավաքական չարըտ տանեմ կերպարները մնացել են 90-ականների ստվերում եւ ես լիահույս եմ, որ առաջիկա տարիներին իսպար վերանալու է գրանցվելով կարմիր գրքում։
բայց լավ կլինի այնտեղ էլ չգրանցվի, որովհետև հայ մարդու, հատկապես տղամարդու նման կերպարը, ել չեմ ասում խոսելա ոճը, շարժու ձևը որևէ կապ չունի իրականության հետ։ Ամոթ է պարզապես, ամոթ է այս դարում այդպես ապրել։ Այնինչ անում են այդ տխրահռչակ տեսանյութերի թերի հեղինակները, իդեպ մեր լեզուն բացատրում է, չէ՞, տեսանյութեր, թերի, այդ տեսանյութերի հեղինակները հանրային պարսավանքի պիտի արժանանա, ոչ թե միլիոնավոր դիտումներ պիտի հավաքի, պիտի մտնեք ազգովի, բլոկեք դրանք, բլոկեք ու տակայլանդակ բարեր գրեք, որ էլ չանեն, ոչ թե ֆինանսավորեք, մարդիկ միլիարդատեր դառնան։ Ձեր երեխեքն է այդ նմանվեն այդ բաներին, այդ հերոսներին, դևուշկա, ձեր երեխեքն են դառնալու վաղը մյուս օր։ Մեր Բաքում երեխեքը խաղում են, սերիալներ են ցիտում։ Գաջելնեմ ես իմ ինչ, այդ են ցիտում երեխեքը Բաքում, հիմա, այսօր։ Դուք մտեք YouTube էլի հովանավոր կանգնեք, ֆինանսավորեք։ Ամոթ է պարզապես, պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե նույն այդ ջանասիրությամբ, ոնց որ հիմա այդ միլիոնավոր դիտումներով, տեսանյութի հեղինակները հայ մարդուն, հայ տղամարդուն մեծարող եւ լուսավոր տեսանկյունից ներկայացնեին։ Պատկերացրեք հիմա, ինչ կլիներ։ Գուցե ապաքինման գործընթացը ավելի արագ ընթանար, իհարկե։ Ես իսկապես ցավում եմ, որ օտարության մեջ ապրելով Արմենիա, հայ, Արմեն կամ Արմենիան ասելով, օտարերկրացիների ճնշող մեծամասնությունը, մանավանդ հետխորհրդային երկրներում, տխրահռչակ այդ կերպարն է տեսնում, այլ ոչ թե օրինակ Ալեք Մանուկյանի կերպարը։ Հիշում եք Ալեք Մանուկյանի կերպարը։ Կամ Շարլ Անձնավուրին, Դանիել Վարուժանին, Գալուստ Գյուլբենկյանին, Հովանես Թումանյանին, տես տարբեր երկրների, տարբեր տեղեր ապրած մարդկանց օրինակն եմ ասում, որ չասեմ, վայ, ֆրանսիացիները տենց էին, չէ։ Ու էլի շատ-շատերի դասական, կիրթ, պարկեշտ մարդկանց կերպարը ուր է հիմա։ Մենք բոլորս նժդեհ ենք, ասում եմ, մի հատ նիվից դուրս եկած վլե։ Դու ոնց կարաս նժդեհ լնես։ Կարող է նժդեհից ինչ որ, չգիտեմ, գենից եք խոսում, բան եք ասում, ինչ-որ մի քրոմոսոմ կա, մի հատ մոլորված միտոքոնդրում մնացել է միտե։ Բժիշկ եմ վերջո, բժշկական տերմինոլոգիայով խոսամ։ Ինֆորմացիոն ՌՆԹ-ն վրովը տանցել է, բայց կապ չունես ընկեր դու։ Երբեմն աչքիս տակ ընկնում է 20-րդ դարի սկզբի բացառիկ լուսանկարներ հայաստանյան հայ մարդու, զարմանում եմ, տեսեք, 2 դար կամ 1.5 դար առաջ ինչպիսին էին մերոնք, ինչպես էին ներկայացվում մերոնք, ինչ առաքինի, ինչ լուսավոր կերպարանքով, ինչ դեմքերով, այդտեղա գրնոս տես, արի էլի միած տե, այդտեղա, այ աշկերից մեջ որ խոսում եմ գոյդ, այդտեղա գրնո դու էջմիացնում եղել ես, էջմիացին չէ, էջմիացնում դու եղել ես գրնո, թե դու մենակ գառնի գեղարդ ես գնում, էդ էլ մի բան չի, խորվիրապ իջել ես, Գրիգոր Լուսավորիչի փորագրած խաչերին կպել ես գրնո, դու կյանքումդ խաչքար տեսել ես, թե մենակ գերեզմանի վրա ես քաշում, դու օշական գնացել ես, դու Մեսրոպ Մաշտոցի շիրիմի մոտ կանգնել ես, հասկացել ես, որ այդ մարդը ինչ է արել քեզ համար, իսկ դու բերանը ծուռ ոսկեղենիկ Մարինիով այդ ինչեր ես երգում, այդ ինչեր ես ասում, դու հայերենով ինչի ես ասում, Դոլյա Վարավսկայա ջան, դու խի ես տենց բան ասում, գրնո, դու առավոտ մարդկանց բարևելուց բարգուն ինչի ես ասում, գրնո, դու Տաթև տեսել ես, Տաթո չէ, Տաթև, ներվերս քանդեցիր արարա, իմ խեղճ ժողովուրդ, դե արի հիմա հասկացի, թե ինչ ենք մենք ուզում, այս ինչ ենք մենք անում մեզ հետ, հիմա կասի թուրքն է արել, է թուրքն է անում, այս ինչ որ անում, թուրքը չի անում, մենք ենք անում, թուրքը օգտվում է մեր արածի արդյունքներից, բայց լուսավոր դարում, այս մարդիկ ոնց են մնացել այս խավարի մեջ, իդեպ խավարի մեջ մնացած մարդիկ կոչում են խավարասեր, միթե դա հնարավոր է, լավ, առաջ փակ էր, սովետ էր ասում էին, սով բարից, սովետ էր, հա, օքեյ, առաջ սովետ էր, փակ էր, ելումուտ չէին անում, դուրսումներ չէին անում, հա, բայց դարում, այս բաց աշխարհում, այս արագության մեջ, այս ինտերնետի մեջ, մարդ, այս մթության մեջ մնա, ջահել մարդ, ասենք 50 տարեկան ջահել մարդը, որն է պատճառը,
Դե գնացեք ու մտածեք։ Այսքանը։ Շնորհակալություն բոլորին ուշադրության համար։ Հայի ամերիկյան օրագիր Ամերիկայում հասանելի է արդեն գիրքը, ընկերներ, Rafael.online կայքում կարող եք պատվիրել, առանց մակագրության է հասանելի, որովհետև որ մակագրությամբ երկար է տևում, գալիս է ինձ, ստորագրեմ, կնքեմ, ուղարկեմ, հետ մկարտեմ լոսից միանգամից Rafael.online կայքում գնում եք, արագի մեջ գալիս է ձեր տուն պոչտայով մի քանի օրվա մեջ, ամենաշատը մի շաբաթ կարող է տևի, բայց սովորաբար 3-4 օրվա մեջ գալիս է։ Շնորհակալ եմ ուշադրության համար, այսքանը բոլորիցդ գոհ եմ, շնորհակալ եմ, ապրեք, գնացեք հանգստացեք իմ հարգելի հայրենակիցներ։